Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես խաղաղության կամուջ նախաձեռնության շրջանակում հանգստյան օրերին կայացել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների կլոր սեղան քննարկումները։ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, ողջունել նրանց այցը Հայաստան, ընդգծելով, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Արմեն Գրիգորյանը զրուցակիցների ներկայացրել է խաղաղության գործընթացը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման դինամիկային։ Հանդիպման երկրորդ հատվածում անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։ Խաղաղության խաչմերուկ նախագծի մասին է խոսել Ալիևը, ասելով, որ Թրամփը եկավ, մեկնարկեց թրիփը, կգա Բայդենը, կմեկնարկի խաղաղության խաչմերուկը։ Հարցին արդյոք սա մեսիջ է համարում իշխող ուժը, խորհրդարանական ճեպազրույցներում քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը պատասխանել է, որ չի մեկնաբանում Ալիևի հայտարարությունները։ Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում, տրվել են շատ հարցերի պատասխաններ, իսկ համատեղ ծրագրերն ու պայմանավորվածությունները կյանքի են կոչվելու, ապաշրջափակմանը ոչինչ չի խոչընդոտելու։ Հայաստանի Հանրապետության ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ուրեմն ստորագրված փաստաթղթեր ներդրումների վերաբերյալ։ Եվ ըստ էության ես Ալիևի խոսքը որևէ կերպ չեմ ուզում գնահատեմ եւ հիմա ուրեմն մեկնաբանեմ, ես մեկնաբանում եմ մեր գործողություններն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվելու է եւ ըստ էության արդեն իսկ ապաշրջափակվում է եւ ապաշրջափակվել է որոշ չափով, հաշվի առնելով այն ուրեմն լոգիստիկ լուծումները, որ արդեն կան։ Եվ սա է ձեր հարցի պատասխանը ըստ էության, տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, տարբեր ցանկություններ կարող են լինել, բայց գլխավորն այն է, ինչ ենք մենք անում, եւ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում, հատկապես վերջին այցելությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի, ես կարծում եմ շատ հարցերի պատասխաններ են տրվել եւ մենք առավել քան վստահ ենք, որ այն ծրագրերը եւ պայմանավորվածությունները, որ ունենք, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թե նաեւ Ադրբեջանի հետ, դրանք կյանքի են կոչվելու եւ ուրեմն խաղաղության գործընթացին եւ ապաշրջափակման գործընթացին որևէ մի բան չի խոչընդոտելու։ Ավարտվել է ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրացուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։ Արդյունքների համաձայն առաջատարը Նիկոլ Փաշինյանն է 894 քվե, ապա Սուրեն Պապիկյանը 780, Գևորգ Պապոյանը 765 քվե։ Կայանալու է երկրորդ փուլը, կուսակցության վարչապետի թեկնածու է հաստատվելու։ Շարունակենք, մեր օրերում մեր Սուրբ եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները։ Գարեգին երկրորդն ուղերձ է հղել, մուտք են գործում մեծ պահքի շրջան, ներաշխարհի քննությամբ, զղջման եւ ապաշխարության սրբարար ճանապարհով ընթանալու ենք դեպի բերկրալի եւ լուսավոր տոնը մեր Փրկչի Սուրբ եւ հրաշափառ հարության։ Սիրելիներ, մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, ում միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։ Ապրենք ազգի ու հայրենիքի նկատմամբ ամենայն նվիրումով, մեր ինքնության ու սրբազան արժեքների հանդեպ անբեկանելի նախանձախնդրությամբ, մեր մայր եկեղեցուն հավատարի մնալու հաստատակամությամբ։ Աղոթենք միասին, որ պահեցողության խորհրդավոր այս ժամանակամիջոցը համընդհանուր զղջման եւ ապաշխարության գեղեցիկ առիթ լինի ամենքիս համար, որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով եւ շտկելով կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Թող Բարձյալն Աստված խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում եւ բարօրության ու շինության մեջ պահի ու պահպանի մեր ազգը, մեր պետությունն ու մեծ Սուրբ եկեղեցին։ Ամեն։ Աստված է ուղերձում։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը Իզմիրյան բուժկենտրոնից դուրս կգրվի վաղը, փետրվարի 17-ին ժամը 12-ին տեղեկացնում են բուժկենտրոնից։ Սրբազանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա կշարունակի լինել բժիշկների հսկողության տակ, նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնեմ, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը կալանքը փոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։ Այդ
ընթացքում Սրբազանը վիրահատության էր ենթարկվել և վերականգնողական փուլ էր անցնում Իզմիրլյան բուժկենտրոնում։ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության բաժանմունքներն ու մանկական քաղցկեղի կենտրոնը վերանորոգված են։ Այս մասին ինչպես խոստացել էի հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչը հայտարարել է, որ հունվարին սպառված էլեկտրաէներգիայի հավելագրված ցուցանիշներ չեն արձանագրվել, թեև մենք քաղաքացիներից բողոքներ ենք ստացել այն մասին, որ իրենց հաշվիչների ցուցմունքներն ուռճացվել են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Մեսրոպ Մեսրոպյանը հավաստիացրել է, որ կարգավորող մարմինը հետևողական կլինի այդ բողոքների քննարկման հարցում։ Մեսրոպյանը նաև ասել է, թե փողոցում քաղաքացիներ են իրեն մոտեցել և երախտագիտություն հայտնել այն բանի համար, որ հեծը ժամանակավոր կառավարման հանձնելուց հետո իրենք ամսական սկսել են վճարել 3-ից 5,000 դրամով պակաս։ Ես իմ անձնական օրինակն եմ ասում, շատ են եղել փողոցում դեպքեր և անծանոթ քաղաքացիներ ճանաչելով ինձ պարզապես մոտեցել և շնորհակալություն են հայտնել, չնայած ես կոնկրետ այդ պրոցեսի հետ բուն կառավարման, քեցի կառավարման գործընթացի հետ ներկա փուլում որևէ կապ չունեմ իր պաշտոնը, բայց այնուամենայնիվ մարդիկ մոտեցել և շնորհակալություն են հայտնել, որ այն պահից որ ժամանակավոր կառավարման է հանձնվել հեծը, իրենց մոտ հոսանքի այդ վճարները 3-4-5,000 դրամով պակասել են։ Իրարամերժ տվյալներ են, դուք պնդում եք, որ հակառակն է տեղի ունեցել, ես իմ տեսածն ու զգացածն եմ ասում, մենք վստահ եղեք, այդ ամենը չեք ուսումնասիրենք, հատուկ ուսումնասիրության բան կդառնա և մեկ կամ երկու մարդու պնդումներով, գնահատականներով կամ ոչ մասնագիտական կարծիքներ հայտնելով հնարավոր չէ համաձայնվել նման տեսակետների հետ և ճիշտ չէ։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցի ընթացքում YouTube ընկերությունը հայտարարել է, որ մոնետիզացիան կամ դրամայնացումը գարնանը կկատարվի։ Համենայն դեպս բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ այն ապրիլի վերջին մայիսի սկզբին կակտիվացվի։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է հայտարարել ամփոփիչ ասուլիսում։ Մխիթար Հայրապետյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոն կկառուցվի, ներդրումը կհասնի մինչև $500 միլիոն։ Գիտեք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ Վաշինգտոնում, ի թիվս մի շարք կարևոր ռազմավարական բնույթի փաստաթղթերի, նաև համագործակցության հուշագիր ստորագրվեց երկու կառավարությունների միջև կիսահաղորդչային ոլորտի և արհեստական բանականության բնագավառներում այդ փաստաթուղթը հիմք հանդիսացավ, որ ամերիկյան, սակայն մեր հայրենակիցների կողմից հիմնադրված Firebird AI ընկերության, Հայաստանի Հանրապետության կառավարության և աշխարհի տեխնոլոգիական հսկաներից մեկի NVIDIA ընկերության համագործակցությամբ հայտարարվեց Հայաստանում արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման մասին։ Firebird ընկերությունը հայտարարեց, որ ներդրումները հասնելու են մինչև $500 միլիոն ԱՄՆ, սակայն հնդածս հայտնի դարձավ նաև, որ ընկերությունը նաև ունի հնարավորություն մեծացնելու ծրագրի շրջանակը, ծավալները և արդեն վերջերս փոխնախագահ J.D. Vance-ի այցի շրջանակում հայտարարվեց, որ նաև ընկերությունը դիմել է երկրորդ փուլի իրագործման համար, հայտարարելով, որ դրա իրականացման շրջանակներում արդեն ծրագրի ընդհանուր ներդրումային ծավալը կհասնի մինչև $4 միլիարդ ԱՄՆ։ Քաղաքում շատ վտանգավոր փոսեր կան, որոնք պետք է առաջնահերթ սարքել։ 3-4 օր առաջ էր քաղաքապետն ասել և այսօր հետաքրքրվել է, թե ինչու փոսալցումներ չեն արվել։ Խոսքը Շիրակի փողոցի փոսերի մասին է, մի քանի օր առաջ ասել էր, որ հրատապ են, բայց դեռ փոսալցում չի արվել այդ հատվածում, ինչը զայրացրել է Ավինյանին։ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարն ասել է, որ ուրբաթ օրվանից սկսել են բուն փոսալցման աշխատանքները։ Կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք և ասֆալտապատվել
մոտ 2100 քառակուսի մետր է։ Հրատապ տեղային լուծում են տվել 1000-ից ավելի փոսի, ունեցել են միայն բարդություն շաբաթ եղանակի հետ կապված։ Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս բային չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից նաև մեր կողմից աշխատանքներ են տարվելու այդ մեծ փոսերը, որ կա, լսնենք, որպեսզի հետագայում Անգամելան, այդ ես ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի, էլի։ Իմաստը որն է իմ 3-4 օր առաջ ասելու, այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կգա կհասնի։ թույլ կտաք։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, անկեղծ ասած, մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացե մեքենաների հետ տարել։ Շատ լավ։ Խնդրում եմ շաբաթվա ընթացքում անընդհատ տեսալուսանկարը հանեք այն ինչ աշխատանք անում եք, ծավալներով, տոկոսայինով օրվա վերջում ես միշտ ստանամ ինչ է կարևորում, թե ինչքան կա տոկոսայինը, ինչքանն է արվել, ինչքանն է հիմնական արվել, ինչքանն է ժամանակավոր լուծում տրվել։ Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են անցումային գործընթացը։ Համակարգը ներդրվել է փուլ առ փուլ սկսած 2021 թվականից։ Համակարգից դուրս էին մնացել 75 տարեկանից բարձր կենսաթոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև ֆունկցիոնալության ծանր խանգարումներ ունեցողները։ Որոշումն ընդունվել է ընդհանուր քաղաքականության համատեքստում, նպատակ ունենալով ապահովել ավելի շատ անկանխիկ գործառնություններ, կենսաթոշակների աճ, անկանխիկ գնումների հաշվին, հետվճարների միջոցով և արդյունքում տնտեսության զարգացում։ Գործող կարգավորումների շրջանակում այս համակարգից դուրս մնացին 75 տարին գերազանցած մեր կենսաթոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիկ կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգի տերմիններով ասած ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձիկ։ Այսինքն ներկա այս փուլում այս 3 խումբ շահառուները ևս կվճարվեն անկանխիկ եղանակով, այսինքն բանկերի միջոցով։ Ինչու կայացվեց այս որոշումը, մնացել են հիմնականում այն տեղաշարժման սահմանափակում ունեցող մեր շահառուները եւ այնուհանդերձ որոշվեց, որ այս դեպքում եւս անցնելու են անկանխիկ վճարման։ Որոշումները կայացվում են ընդհանուր պետական քաղաքականության համատեքստում, արդիական է, էական է, կարևորվում է հնարավորինս մեծ թվով անկանխիկ գործառնություններ կատարելը, անկանխիկ գործառնությունների շրջանակ ընդլայնելը։ Մյուս կողմից կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որ կենսաթոշակի աճը ապահովում է ի հաշիվ հետվճարի, այսինքն անկանխիկ գնումների։ Եվ ստացվում է մի իրավիճակ, որ եթե կենսաթոշակառուն իր կենսաթոշակը ստանում է կենսաթոշակային քարտով, ապա նրա կենսաթոշակն ավելանում է։ Իդեպ ասեմ, որ փետրվարին արդեն առաջին անգամ նոր դրույքաչափերով կհաշվի հետվճարը եւ առավելագույն չափը կկազմի 10,000 դրամ կամ կատարած անկանխիկ գործառնությունների 20%-ը։ Մյուս կողմից ստացվում է այն անձը, երկու անձ ունեն նույն կենսաթոշակը, մեկը հնարավորություն է ստանում առավելագույն 10,000 դրամով լրացուցիչ գումար ստանալ, որտեղ ինքը ստանում է անկանխիկ եղանակով, իսկ մյուսը, որ ստանում է կանխիկ եղանակով, այդ հնարավորությունը չունի։ Համակարգի ներդրումից հետո բոլոր կենսաթոշակառուներն արդեն հնարավորություն կունենան անկանխիկ եղանակով գործառնություններից ստանալ իրենց հետվճարները։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտահոգիչ է անվանել 5 եվրոպական երկրների զեկույցն այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է ռուսական իշխանությունների կողմից հատուկ թույնի կիրառմամբ։
Մենք տեղյակ ենք զեկույցից, դա անհանգստացնող զեկույց է։ Մենք տեղյակ ենք պարոն Նավալնիի դեպքի մասին եւ անշուշտ որևէ պատճառ չունենք այն կասկածի տակ դնելու, ասել է Ռուբիոն լրագրողներին Սլովակիա կատարած այցի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ 5 երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Նիդերլանդները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է բանտում հատուկ թույնի կիրառմամբ, ինչը Ռուսաստանի կողմից քիմիական զենքի մասին կոնվենցիայի խախտում է։ Ռուսաստանի կառավարությունը այս մեղադրանքները որակել է որպես արևմտյան քարոզչական սուտ։ Նավալնին մահացել էր բանտում 2024 թվականի փետրվարին։ Ուկրաինա-Ռուսաստան ԱՄՆ եռակողմ բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 17-ից 18-ը։ Առաջին 2 հանդիպումն անցել է Աբու Դաբիում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ իրենց պատվիրակությունը արդեն մեկնել է Ժնև։ Կիևը հայտարարել է նոր էներգետիկ զինադադարի իր պատրաստակամության մասին, սակայն Մոսկվան դեռևս համաձայնություն չի տվել։ Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման գործով։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հայտարարությունում։ Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոն, որը պաշտոնանկ էր արվել Էներգոատոմում կոռուպցիոն սկանդալի պատճառով, փետրվարի 15-ին ձերբակալվել է արտասահման մեկնելու փորձի ժամանակ։ Գերատեսչությունից հայտնել են, որ նախկին պաշտոնյան ձերբակալվել է Միդաս անունը ստացած էներգետիկ ոլորտում լայնածավալ կոռուպցիոն գործի շրջանակներում, այլ մանրամասներ չեն տրամադրվել։ Գերման Գալուշչենկոն 2021 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի հուլիսը զբաղեցրել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնը, որից հետո Վլադիմիր Զելենսկին նրան նշանակել է երկրի արդարադատության նախարարի պաշտոնում։ Ինդոնեզիան պատրաստվում է 1000 զինվորականի տեղակայել Գազայում մինչև 2025 թվականի ապրիլի սկիզբ, որպես բազմազգ խաղաղապահ ուժերի մաս։ Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է բանակի խոսնակ Դոնի Պրամոնոն։ Նա նշել է, որ զինվորականների տեղակայման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Ինդոնեզիայի նախագահը, հավելելով, որ մինչև հունիս ընդհանուր առմամբ 8000 զինվորական պատրաստ կլինի տեղակայման։ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 14-ին հայտարարել է, որ իր զինվորականների մասնակցությունը Գազայում ՄԱԿ-ի կողմից լիազորված միջազգային կայունացման ուժերին չպետք է մեկնաբանվի որպես որևէ կողմի հետ քաղաքական հարաբերությունների կարգավորում։ Ինդոնեզիան չի ճանաչում եւ չի պահպանում որևէ դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ պաղեստինյան արմատական Համաս շարժումը պետք է լիակատար զինաթափվի, այդ թվում հանձնի բոլոր փոքր հրաձգային զինատեսակները։ Այս մասին Նեթանյահուն խոսել է ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման իր ելույթում։ Նեթանյահուն հավելել է, որ Գազայում գործնականում ծանր զենք չկա։ Նա նշել է, որ Համասի տիրապետության տակ կա շուրջ 60,000 հրացան։ Երուսաղեմում կայացած հանդիպմանը նա նշել է, որ նախ հարկավոր է զինաթափել Համասին, ապա արդեն ապառազմականացնել Գազան։ Խոսելով անկլավի ապառազմականացման մասին, Նեթանյահուն նշել է, որ արմատականների կողմից օգտագործվող ստորգետնյա ենթակառուցվածքների մի մասը դեռևս մնում է Գազայի տարածքում։ Նեթանյահուն նշել է, որ 500 կիլոմետրից ապամոնտաժել են 150 կիլոմետր թունել եւ պետք է ավարտեն աշխատանքները։ Իսրայելի վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կարող է ուժ կիրառել Համասի դեմ, եթե արմատականներին զինաթափելու խնդիրը խաղաղ ճանապարհով չիրականացվի։ Գերմանիայի իշխանությունները պլանավորում են հարևան երկրների հետ սահմանների վերահսկողությունը երկարաձգել մինչև սեպտեմբերի 15-ը։ Համապատասխան ծանուցումը շուտով կուղարկվի Եվրոպական հանձնաժողովին։ Մենք երկարաձգում ենք սահմաններին վերահսկողությունը մեր հարևան երկրների հետ։ Սահմանային վերահսկողությունը Գերմանիայում միգրացիոն քաղաքականության վերակազմակերպման տարրն է, ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդը։ 2025 թվականի մայիսի 7-ին ներքին գործերի նախարարը Չեխիալ է հայտարարել նախորդ կաբինետի 2015 թվականի որոշումը, որը թույլ էր տալիս ապաստան խնդրողներին մուտք գործել երկիր։ Այժմ նրանց սահմաններին հետ են ուղարկում, եթե նրանք արդեն դիմումներ են ներկայացրել Եվրամիության այլ երկրներ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։
Եվ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 18-ից 19-ն առանձին շրջաներում կլինեն տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջաներում անձրևի եւ ծնախառն անձրևի, լեռնային շրջաներում ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն էլ աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 4 նիշով։ Ըստ հայ հիդրոմետրի կանխատեսումների հորիզոնում ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ոչ միայն չի նկատվում, առավել փետրվարի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, այսօրվա համեմատ 3-ից 5 աստիճանով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։